1958 թվականին ինչպես սովետական միության շատ քաղաքներում, շատ ռեսպուբլիկաներում, այնպես էլ Հայաստանում ստեղծվեց առաջին բարի պետական անսամբլը, որի հիմնադիրներն էին Գյորգի Ասատրյանը, որը մեծ կազմակերպիչ էր, հիմա պրոդյուսեր կարելի ասել, բալետմեստր Էդվարդ Մանուկյանը, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը եւ այս հրաշալի երգի աշխատանքները բերեցին մի նոր եւ շատ գունեղ կոլեկտիվի ստեղծման։ Ասում եմ նոր եւ գունեղ, որովհետեւ երգի բարի անսամբլի խնդիրը ուրիշ էր, նա պրոպագանդում էր հայ ժողովրդական երգը, հայ ժողովրդական պարը, իսկ բարի անսամբլը ստեղծվեց հատուկ բեմադրական պարերի պրոպագանդման, նրանց զարգացման, նրանց նորի ստեղծման եւ դրանց աշխարհ հանելու, ամբողջ աշխարհին ծանոթացնելու, որ բացի մեր ազգային ֆոլկլորը, մենք ունենք նաև մշակված ֆոլկլոր, մենք ունենք նաև բեմադրված պարեր, որոնք համարձակ կարելի է հանել աշխարհի ուզածը բեմ եւ դրանով կարող ենք ցույց տալ նաև ոչ միայն մեր պարարվեստի մեծ գանձարանը, այլ նաև այլ գանձարանի նվաճումները։ Այս դահլիճը, այս շենքը, այս կոլեկտիվը ինձ համար շատ հարազատ է, որովհետև ես այս կոլեկտիվը գիտեմ դեռ մանկուց, քանի որ հայրս աշխատում էր երգի բարի անսամբլում, իմ մանկությունն անցել է երգի բարի անսամբլ, այս երկու անսամբլների անմիջական ազդեցության տակ։ Ես վստահ կարող եմ ասեմ, որ իմ արվեստագետի ճաշակն ու տեսակը ձևավորվել է այս երկու կոլեկտիվների ազդեցությամբ։ Իմ մուտքը 3 անգամ եղավ, այդպես ստացվեց բարի պետական անսամբլ, երևի ի վերջո նշված էր, որ ես այս կոլեկտիվից հեռու պետքա չլինեմ։ Դասակապարը դա գիտենք, որ յուրաքանչյուր պարատեսակի համար դա ամենահիմնական process-ն է, որ պետք է պրոֆեսիոնալ աշխարհում յուրաքանչյուր պրոֆեսիոնալ համույթ պարտադիր դա կլինի բալետային խումբ, դա կլինի ժողովրդական, մոդեռն, անպայման դասական պար, հետո նոր մնացած արդեն ճյուղավորությունը։ Ոնց որ երաշտական գործիքը մինչև չլարես, ասենք դա կապ չունի, չէ, նույնը մեր մարմինը մինչև մենք չլարենք, չենք կարող աշխատել։ Սա է դասական պարը հենց դա է տալիս։ Հայաստանի բարեպետական անսամբլը դա բրենդ է իր անունով, իր պարողներով, սկսած այն ամենավաղ սերունդից մինչև այժմ բոլորի աշխատանքի շնորհիվ միշտ պահել է բարեպետականը իր անունը, իր բրենդը եւ իր ստատուսը։
հնարավորություն ունենամ հաշվել թե ինչքան բեմադրություններ են արվել բարի պետականում, դա մի հսկայական թիվ կլինի, որովհետև բոլոր բալետմեստերները սկսած Էդվարդ Մանուկյանից, Յաղուբյանից, Զարե Մուրադյանից, Վարդգես Ռաշիդյանից, Վանուշ Խանամիրյան, Ազատ Ղարիբյան, իմ բեմադրությունները կան Ասաթուր Կարապետյանի նկար, մի խոսքով դրանք հարյուրներ կարող է լինեն եւ դրանց մեջից ուրեմն բեմադրություններ կան, որոնք իրենք ապացուցում են, որ իրենք տարիների մեջ ապրող են, երկարակյաց են, դա իհարկե գնահատական է դրա տալիս է ժողովուրդը, մենք ունենք շատ համարներ, որոնք արդեն 30 տարի, 40 տարի, մինչև 50 տարի բեմում են։ Եվ դրանց կողքին հայտնվող նոր բեմադրությունները պիտի արժանի լինեն այդ մակարդակին, որպեսզի կարողանան կյանք ունենալ։ Մենք ինչ ենք անում, մենք այդ արդեն դասական դարձած մեր անսամբլի համար բարերը պահում ենք անպայման, նոր հանդերձանք, նոր հագուստներ ենք կարում, թարմացնում ենք, ամեն անգամ փորձվում են դրանք նորի նման շտկվում են, որ ամեն անգամ թարմ լինեն տեսքով բեմի վրա, եւ դրանց կողքին բեմադրվում են բարեր, ինչպես ասեցի, նոր բարեր, բայց որոնք իրենց ձևով, իրենց մտածողությամբ, տրամաբանությամբ բարի պետական ասած ֆորմայի մեջ են։ Մայր կոլեկտիվի կազմում ընդգրկված լինելը շատ մեծ պատասխանատվություն է, միևնույն ժամանակ շատ հաճելի պրոցես է։ Արվեստը, մեր հայկական արվեստը շարունակելու, մատուցելու, նոր երիտասարդ սերունդին ճիշտ կրթելու պատասխանատվություն։ Պետականը մի հատ մեծ ընտանիքի նման է, շատ մեծ ընտանիքի, 50 հոգանոց ընտանիքի նման է, որտեղ ամեն մեկը ունի իր խնդիրը, իր պրոբլեմը, իր ցավը, իր ուրախությունը, եւ այդ բոլորը, եթե անգամ իրենք չուզեն, գալիս է դահլիճ։ Անմիջապես գալիս, ես ճանաչում եմ իմ ապարողներից յուրաքանչյուրին, իր պրոբլեմներով, իր խնդիրներով, եւ դա իհարկե շատ օգնում է, որ աշխատանքի process-ում կարողանաս ճիշտ գտնել յուրաքանչյուր ապարողի տեղը, տաս նրան այն խնդիրը, որը ինքը բոլորից լավ կլուծի։
տարիքային տարբերություն կարող է լինի 15-20 տարի մինչև նույնիսկ, բայց կոնկրետ ինձ այսքան ժամանակ չի խանգարել։ Ընդհանուր մթնոլորտը երբ որ հաճելի է լինում, արդեն այդ մնացածը կարևոր չի տարիքային տարբերությունը։ Հիմա ստացվել է ժամանակը փոխվել է, մենք ենք ավագ սերունդը դարձել, ոնց որ մեզ են դիմավորել առանց ինչ-որ խնդիրների, նույնք էլ փորձում ենք մենք երիտասարդ սերունդին դիմավորենք, մեր փորձառությունը իրանց փոխանցենք, դա է։ Ինչով կարողանանք աջակցենք, որ հեշտ ինտեգրվեն միջավայրին, կոլեկտիվին, ու դրանից աշխատանքը մենակ շահում է։ Օրկեստր, շատ մեծամտություն չլինի, այսօր հանրապետության լավագույն երաժիշտներն են աշխատում մեր օրկեստրում եւ ունենք հիանալի մայստրո օրկեստրի ղեկավար, դա կոմպոզիտոր Հայկ Գրիգորյանն է, որը բացի օրկեստրի ղեկավարել է, նաեւ կոմպոզիտոր մեր համար գրում է պարային երաժշտություններ, մենք կարողանում ենք մեր ծրագիրը թարմացնենք։ Այս տարվա մեջ, մի տարվա մեջ ես գրել եմ երևի 13-14 պարտիտուրա։ Մենք նվագում ենք եւ դասական գործեր, եւ ժողովրդական գործեր, Սպենդիարյանի գործերից ենք նվագում, Ղայթարմա ենք նվագում, Էնզելի, Կոմիտաս ենք նվագում վերջապես։ Ըստ ստեղծագործությունների կազմը եւ ըստ կազմի ստեղծագործություններն են փոխվում։ Մարդկա աշխատում է 30 տարի, ունենք աշխատող 50 տարի արդեն, 50-րդ տարին է։ Մարդիկ սիրում են իրենց գործը, շատ ոգևորված աշխատում են։ Աշխատանքային խնդիրները հիմնականում դրանք ստեղծագործական չեն, դրանք խմբի հետ կապված չեն, դրանք ավելի շատ ֆինանսական են, ավելի շատ սկսած աշխատավարձից, պարուհիների, որովհետև մենակ պետք է նվիրալ լինես կամ խենթ լինես, որ այս աշխատավարձով այս ծանր աշխատանքը կարողանաս անել։ Դրանք ուղղակի մի քիչ խենթ են երևի, որ այս գործի մեջ են մտել, բայց այս խենթերն են, որ պահում են Բարի պետականի ասած մշակույթը եւ առասարակ արվեստը, մշակույթը, այս խնդիրներն են, որ քիչ-քիչ առաջ են տանում։
ամեն ինչ դրանով չենք չափում, բայց շատ կուզեի, որ ֆինանսավորվեր, հագուստներ կարողանայինք արենք, նոր գործիքավորումներ կարողանայինք անենք, շատ նման շատ խնդիրներ ունենք։ Ու կուզեք գնացեք դա պետական համույթ է, պետական ճիշտ լավ հոգացություն ունի։ Ու այստեղ արդեն կարելի է փոփոխություններ տալ, ամեն ինչ անել, որ իրոք շատ բարձր որակի երևա։ Իսկ մենք այդ ամեն ինչը ունենք, մենք ինքներս սովորացնում ենք դրսում շատ շատերեն, գիտեք, բալետի դերասանները նույն մեր ինչքան շատ են հիմա աստղերը, իրական աստղերը աշխարհում ենք։ Միշտ կարելի է զարգացնել, միշտ առաջ տանել, միշտ ու կապ չունի ինչ վիճակի են, որ մակարդակում են, դա թեկուզ լինեն ամենա աստղերը, դա միշտ պետք է տանել առաջ, ավելի զարգացնել, ավելի հզորացնել, ավելի այսպես։ Պարտադիր ամեն համերգի պետք է լինեմ, տեսնեմ, հետո իմ կարծիքը ասեմ, մինչև դասը ոչ հանրության համար, այլ իրանց համար, որ ինչը պետք է շտկենք, ինչի վրա ավելի պետք է աշխատենք, ինչ պետք է կատարելագործենք, պարտադիր։ Շատ երկրներում տասնյակ տարիներ է, որ չի եղել բարի պետականը եւ առանցակ դուրս գալը հիմա բավականին դժվարացել է։ Ես ձեզ անկեղծորեն ասեմ, մենք անգամ Հայաստանով շրջագայելու լուրջ խնդիր ունենք, որովհետեւ ծախսերը, որոնք կապված են այդ թեկուզ ասենք Գորիս գնալու հետ կամ ինչ որ բան, հետո հետ հանելու դժվարություն ունենք, բեմր ներսում, դրսում շրջագայությունների քանակը շատ պակասել է, շատ։ Իսկ դա բարոյի համար շատ կարեւոր է։ Ճանաչելիությունը կուզենայինք բարձրացնենք, ոնց որ ժամանակին Վանուշ Ամիրյանի ժամանակով թնդացել է ամբողջ, ինչու՞ չէ նաև աշխարհով մեկ, որ բարի պետականը իմացել են, կուզենայի այդ ճանաչելիությունը բարձրացվեր այդ մակարդակը։ Օտարամոլությունը շատ է տարածվել մշակույթի մեջ, բնականաբար շատ է խանգարում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ մաքրենք մեր հայկականը ներկայացնենք։ Ես բարի պետականը կուզեի տեսնել ամբողջ այս 65 տարիների անցած բովով իր պատմության մեջ բարի պետականը ամբողջ աշխարհը շրջագայել է, ամբողջ աշխարհը շատ մեծ պատմություն ունի բարի պետականը։ Ես կուզեի այդ պատմության մեջ տեսնել բարի անսամբլին եւ ոչ մի քայլ հետադարձ չլինի։
ես կլինեմ թե ուրիշ մեկը, ես կուզեմ, որ բարիպետականը լինի միշտ բարձրունքի վրա եւ կուզեմ տեսնեմ մի ուրիշ բարիպետական։ Ծրագրի մեկնաբանությամբ, ծրագրի տեսակով, հագուստների տեսակով կուզեմ, որ բեմը բացվի վարակույրը եւ բեմի վրա մենք տեսնենք մի շքեղ կոլեկտիվ։ Հագած, կապած, լույսերը տեղը, ամեն ինչը, բեմ մտնել իշխաններ ու իշխանուհիներ։ Վստահ կարող եմ ասել, եթե պետք է կարող եմ իջել։ Այնպիսի պարային ժառանգություն, որ ունի հայ պարը, ոչ մեկը չունի։ Եվ այդ ժառանգությունը պետք է օգտագործել, անպայման պետք է օգտագործել ու ցույց տալ աշխարհին եւ ցույց տալ ըստ պատշաճի։